Ողջունում եմ բոլորիդ մեր նոր վլոգի շրջանակներում։ Դավիթ ջան, հենց ես կադրը միացնում եմ, Դավիթը դուք կաք դե բարևի ու գնա մամա խոսի, դա։ Ես լոգանք ընդունեցի, մազերս չորացրեցի։ Հիմա դեմքս մի փոքր կխոնավեցնեմ այս միքսիթով եւ այս խաղողի մզվածքով կրեմ աչքերի շուշ կքսեմ։ Այնուհետև պիտի պատրաստվենք։ Շատ հետաքրքիր մի միջոցառման եմ հրավիրված, որը ունի թեմատիկա, պես ասած հունական աստվածուհիների թեմատիկայով է, հետևաբար գույները դրես կոդի, սպիտակը եւ ոսկեգույնն են։ Մանիկյուրս ոսկեգույն արդեն քսել եմ, հուսամ չի լողոզվել։ Եվ հիմա պիտի պատրաստվեմ։ Սպիտակ գույնի մի շորիկ ունեմ ես, միայն մի շորիկ, որը բարեբախտաբար համապատասխանում է հունական այդ թեմատիկային ջոնը ոչքներանը։ Դրա համար այդ շորն ենք հագնելու, մնացածը արդեն ցույց կտամ աքսեսուարներ։ Դավը այն գազանային տարիքում է, թռնել, մագլցել, վտանգավոր գործողություններ անել, այդ ամեն ինչը, հա, մի հատ կոմպլեկտի մեջ է ամբողջացել։ Չգիտեմ, ինչ-որ մեկը նկատել է թե չէ, բայց հոնքերս բարակացրել եմ մի 3 շերտ։ Սիրտս ուզես մի փոքր ավելի բարակ հոնքերով, բայց դա արել եմ մոտավորապես կես շաբաթ առաջ էլ, ուղղակի նոր եմ այդ մասին ասում։ Մի խոսքով, ձեզ բարի դիտում, ես ձեզ այդ ամեն ինչի մասնակիցը կդարձնեմ։ Մարզվում ենք, իդեպ ես եմ սկսել մարզվել, որ ես միսիկները մի քիչ ձգեմ, ամառը բաց թևերով շորեր ենք հագնում, ավելի սիրուն լինի։ Եկա այս արևի մոտ քսեմ, որովհետև այստեղ լուսավորությունը ավելի լավն է ու ավելի հաճելի է պրոցեդուրաներ կատարելը։ Այսօր եղանակը ճիշտ է, մի քիչ փոփոխական անպամատություն են կանխորոշելու, բայց գոնե թե մարդավարի է, էլի կարելի է։ Դավիթ, հերիք ֆոտո անես, այսօր եմ այդ հեռախոսից մի տոննա ֆոտո ջնջել, որ տեղ ազատվի։ Սուսիկը այդ նոր հեռախոս էր իրեն վերցրել ու հինը տվել է Դավիթը, որ Արտաշեսին է անդադ չուզի։ Դե իհարկե սահմանափակ, բայց ինքը զբաղվում է այդ հեռախոսով ու անդադ ինչ է անում, հետաքրքիր զբաղմունք է գտել։ Արտաշեսի կինոներ են նկարում փոքրիկ, ինչ որ տենց բան են անում, հագնվում են տարբեր պերսոնաժների պես, նկարում են հոլովակներ, ֆոտոներ են անում։ Դավ ջան, может хватит տղես։ Нет։ Մոդել ենք էլի։ Լավ արևս, հերիքա։ Չափի զգացին չունեն, չէ երեխեքը։ Մի բան է, որ անում են, կանգնել չկա։ Մի քիչ մեյքափ անելուց առաջ եմ անում այս մի 20 րոպե առաջ եմ խոլովեցնող անում, որ լրիվ ներծծվի, որտեվ եթե ինքը լավ չի ներծծվում կամ չափից շատ է սկսած ելնում ու անմիջապես տանալին ես անում, ինքը հետո մաշկը отталкивает, դուրս է գալի մաշկիցդ ու տանալին էլ ոնց որ երեսիցդ հանի տգեղ էֆեկտ է ստեղծվում, էլի։ Նավայ միշտ մի քիչ թողում եմ այս հատվածներ դիլավ խորավեցնել, որովհետև ինքը շատ բուխանատ հատված է, իրա վրա տանալին շատ դժվար է սիրուն նստացնելը։ Ականջներս միշտ խոնավեցնում եմ, որովհետև իրանք թեփոտելու հատկություն ունեն։ Հետևաբար այսպես իրենց էլ եմ խոնավեցնում։ Ինչի՞ չէ, իրանք են, չէ՞, մեր դեմքի, երեսի հարևանները, հարակիցները։ Всё, գնացի։ Երեխեք ջան, գրեչսկայա բագինյա Աննա գրեթե պատրաստ է, արդուզարդերս կախել եմ, ինչպես տեսնում եք, այս զարդներ եմ դրել, մազերս կարող է հետո թափեմ, ուղղակի այս պահին ուզեցի հավաքեմ, աչքերս մի քիչ այսպես հայլիկներ եմ արել, սպիտակ շորս ու հիմա կոշիկներն էլ ցույց կտամ ու պայուսակը։ Այս կոշիկները, որոնք իդեալական համապատասխանում են այսօրվա թեմատիկային, սպիտակ ոսկեգույն եւ կոշիկների կրեմովի երանգը համատեղել եմ այսօրվա իմ շոպերի հետ, որոշեցի պայուսակի փոխարեն այս շոպերը վերցնեմ, որովհետեւ ինքը շատ ավելի գրեչեսկի է, քան իմ պայուսակներից ցանկացածը։ Դրա համար այդպեսի որոշում կայացրեցի։ Մոտավորապես կես ժամից շարժվում ենք, ես ինչպես մի շուտ եմ պատրաստ, բայց ինչպես ասում են, ավելի լավ է շուտ, քան ուշացած։ Պատրաստ եմ, բայց շուտ եմ պատրաստ, հետևաբար նստած իմ գահավորակի վրա սպասում եմ ընկերուհիներիս։ Դավիթ, իմ աստվածային կերպարը։ Ես աստվածուհի եմ այսօր, չգիտես։
Որտե մամայի օբրազը կփչանա կյանք, որ թռնես վրաս։ Ես ով կարամ լինեմ Աֆրոդիտ։ Ինչի աստվածուհին է, որ գեղեցկության, թե մայրության։ Ով։ Աֆրոդիտը։ Գեղեցկության։ Ուրեմն ես եմ, չէ՞։ Դու գաս Աթենասը լինես։ Հետո բա։ Պատերազմի։ Ինչպեսի լավ կարծիք ունի իմ մասին, թվաց գեղեցկությանը պետք է ինձ։ Պատերազմի աստվածություն վատա դուխով։ Չէ, բայց ես չեմ ուզում պատերազմներ, ես հատում եմ պատերազմները։ Երեխեք ջան, ես դուրս եմ եկել, ռուսկի եմ դիմել ու շորիկով եմ դուրս եկել, կուրտկա չեմ հագել, ամաչում եմ, սենց հասնեմ այդ կանգար, բայց ինչ անեմ, թող մի քիչ արքայական վայբ տարածեմ։ Մարդկանց հայացքներից մի տեսակ ամաչում։ Մտածում են ես խելառը ու բա, ինչի ասենց, քամին էլ տվել սաղ պրիչոսկա սայլանդակել է, բայց նավն է։ Ունենք են ինչ որ ունենք։ Հասանք երեխեք ջան, հրմատնակ ես հրաշք վայրը, որտեղ գտնվում ենք։ Իրականում շատ գեղեցիկ վայր է, ես գալուց չէի էլ պատկերացնում, լրիվ ուրիշ ձև էի պատկերացրել այս տարածքը, լրիվ ուրիշ ձև, քանի որ այստեղ ջայլամներ կան, ես իրան ավելի պատկերացրել էի, չգիտես ինչու, անխնամ, ոչ թե անխնամ, այլ ավելի գյուղատնտեսական ինչ-որ սենց տարածք, բայց սա լրիվ շքեղություն է իրականում, շքեղ, ներսում ամեն ինչ ինչքան սիրուն է, մեր ֆոտոսեսիաները երեխեք այդ արվեստի առանձին ճյուղ է էլի, այն ոչ դա մի հատ երկար բարդագույն պրոցես է, բլոգերները կհասկանան։ Շամպայներն են բերեք։ Տղակտի պրոցեսները։ Աղջիկները շատացել են, այստեղ մենք ունենք այսպիսի հետաքրքիր կոնստրուկցիա, որտեղից եւ շամպայններ ենք ստանալու գեղեցկուհիներ են, այստեղ ֆոտոսեսիաներ են կանում, մի խոսքով երեխեք շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են։ Հովանավորները ներկայացնում են իրենց պրոդուկտները, մենք էլ սուրճ ենք վայելում։ Այստեղ է հովանավորների նվերները։ Բուկետը կարանք ստանանք ապսեներից, կարանք ստանանք այս բաժակներից, բականներից, ամեն ինչից։ Քիչ բուկետն է։ Իհարկե չասացիք, դուք ինչ եք, մասնագետ։ Food florist։ Իսկ հայերեն համարժեքը ո՞րն է։ Այնքան սիրումն են։ Հա, իրականում սկզբում մենակ պատրաստում էի մրգերով, բայց բլոկադայի ժամանակ, երբ որ արդեն խանութները դատարկ էին, սկսեցի պատրաստել տալոններով, չգիտեմ։ Ես ձեր մասին ռեպորտաժ եմ տեսել։ Այո։ Մի խոսքով այդ ժամանակ ոնց որ մտքի թռիչք եղավ, եթե խանութներում ոչ մի բան չկա, ապա կարանք պատրաստենք ուրիշ բաներից։ Ու սկզբում զուտ պատրաստում էի մարդկանց ուրախացնելու համար այդ ընթացքում, բայց երբ որ արդեն տեղափոխվեցինք ստե, հասկացա, որ կարամ պատրաստեմ հեղուկներից, չգիտեմ, տենց տարբեր ամեն ինչից մի խոսքով։ Բայց դրանից որ փնջեր եմ հավաքում, նաև իմ սրտում հավաքում եմ մի հատ puzzle։ Լավ մարդկանց puzzle տաղանդավոր ու այս event-ը դա մի հնարավորություն է, որ իմ այսօրվանից այն որ իմ puzzle-ը կրկին անգամ սենց համալրվել է լավ մարդկանցով։ Շնորհակալ եմ շատ։ Գեղեցիկ այստեղ ամեն ինչ է թվում եւ կանաչ սենյակը։
Երեխեք ջայլամի ձվով ձված եղե այստեղ առաջին անգամ պիտի փորձեմ։ Երեխեք եկել ենք ջայլամների մոտ, խոտ ունենք, կարող ենք կերակրել, թեև չգիտեմ ռիսկս կհերիք։ Տեխնավորում կարում ես քիչ մեր ջայլամների մասին։ Իհարկե։ Առհասարակ աշխարհում 3 տեսակի ջայլամներ գոյություն ունեն՝ ավստրալիական էնջները, ամերիկյան նանդուները եւ սրանք աֆրիկյան ջայլամներն են։ Ամենամեծ թռչուններն են համարվում աշխարհում։ Քան շատ են, բայց Մասը մինչև 130 կիլոգրամի է հասնում, հասակը կարող է ընդհանուր մինչև 3 մետրի հասնել եւ այդ ծանր զանգվածը իրենք տանում են ընդհանրապես 2 բարակ ոտքերի վրա, որոնց սայրին կա 2 մատ ընդհանրապես։ Այդ մտածում են մասին, որ իրենց նախապապերը եղել են դինոզավրերը ու էվոլյուցիայից հետո մնացել են իրենք։ Իրենց կառուցվածքը շատ հետաքրքիր է, ունեն շատ շքեղ փետրավոր թևեր։ Չեն կողմի պրոդուկտները ինչ-որ ուրիշ պրոդուկտի հետ։ Սա հենց ջայլամի յուղն է, առհասարակ լսած կլինեք, որ ասում են արջի յուղը, սակի յուղը ունեն շատ առողջարար ու օգտակար հատկություններ։ Ջայլամի յուղը եւս, քանի որ կենդանական յուղ է, երեխեք ջան, մենք ավարտեցինք մեր այսօրվա հրաշալի օրը, հա, օրվա առաջին մասը, նվերները հավաքած, մեզ հավաքած, խումբ աղջիկներով գնում ենք, մենք մեր խումբը ունենք, տաքսին կանչել ենք, մենումա գնանք, այշ, յուկաս թրապ, երեխեք հասանք տուն, Անին հասկացավ ճանապարհին, որ ինքը դե մեզ ինչ ուտա այսօր, տաքսում է չա թողել իր այրերից մեկը, դες վերցրեցի, հիմա նորից Անին եկավ, տվեց իրան, բայց խանութ էր պիտի մտնեմ, ասեցի կակրաս մի անգամից մի հատ խանութ էր մտնեմ, նոր բարձրանամ, տանը հասցրեցի գլխազարդս հանեցի, նորից իջա։ Ջան, ես եկա տուն, մակիաժս մաքրեցի, սուրճս դրեցի, պաղպաղակեմ ինձ թույլ տալու, որովհետև այսօր անասելի շատ կալորիա եմ ծախսել, ամբողջ օրը ոտքի վրա եմ եղել, երևի 7 ժամ, եթե ոչ ավել, ոտքերս չեմ զգում, բայց հրաշալի օր էր, շատ գեղեցիկ տեղ էր, շատ տպավորված եմ, լիքը դրական միտքեր ստացանք, լիքը շփվեցինք, մի խոսքով շատ հավես էր, ուղղակի գիտեք, անգամ հավես բաներն էլ մեզ հոգնածնում են, հիմա ուզում եմ ամփոփեմ վլոգը, որ գնամ մոնտաժեմ ձեզ համար, չգիտեմ ինչքան եմ նկարել, քանի րոպե կլինի, բայց մի այս պերիոդում ինձ ներողամիտ եղեք, եթե ասենք, չգիտեմ 40 րոպեանոց վլոգներ չեմ կարողանում ձեզ համար նկարել, բայց գոնե թե փորձում եմ ձեզ մասնակիցը դարձնեմ իմ առօրյայի, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ ստացվում է, ինչքան որ ժամանակը ներում է, անպայման ուզում եմ նկարած լինեմ ձեզ համար։ Ես ասել եմ, բայց էլի ասեմ, իվենթների տեղը քիչ եմ ավելի նկարում երաժշտության պատճառով, որովհետև ցանկացած զավիդենիա, ցանկացած տեղ, որ գնում ես, ռեստորան կլինի, բար կլինի, չգիտեմ, երաժշտություն անդադար միացված, իսկ YouTube-ը շատ խիստ է օտար երաժշտությունները ընկալում է որպես իրավունքների խախտում։ Դրա համար այն պահերը, որտեղ երաժշտությունը կտրում եմ, փորձում եմ արագ միացնեմ, ձեզ համար մի քանի դրվագ նկարեմ։ Ինչևէ սրտիկներս ապրեք, որ նայեցիք հերթական վլոգը ինձ հետ, պաչիկներ բոլորիդ, իսկ մենք կհանդիպենք արդեն մեր մյուս վլոգներում։